Պարոն Ապետյան, ինձ թվում է, դե ես կին եմ այնուամենայնիվ կանայք ավելի բան են, ավելի բան են զգում էլի, ավելի սուր են զգում ինչ-որ բաներ, ինձ թվում է միայն ես եմ նկատել այս գգվանքը, գրգիռը, էմոցիաները, բան սենց, թե ամեն ինչ ցցուն էր, դուք ասեք երևի, որտեվ ես զարմացա, ինձ մոտ տպավորություն էր, որ Սամվել Կարապետյանը, դե տենց էլի, հայ մարդ է, գործանող մարդ է, չէ, որ ասեց իրար ես իմ ինչ են արել, ինչ-որ մոտ ճիշտ ասած անշնորհ բառեր, չգիտեմ ինչ բառեր, կարող է սնկից հետո ասես։ Զեյով ինչ-որ բառ ասես, չէ, հետո ճշտեցի թե այդ բառը ինչ է նշանակում, ասում եմ Մակրոնն ու Բա օդանավականում։ Էդ եմ ասում, ես իմ Զ, ես իմ ինչ են անում իրար։ Օդանավականում չի։ Գգվան ուզում ոստվացի մեզ ինչ է ուզում, ինչ է կատարում, այսինքն այնքան շատ է այդ հորմոնային ճիշտ բալանսի խախտում։ Ես նուրբ եմ ուզում արտահայտել էլի ներողություն։ Մակրոնի մոտ։ Չէ, բայց ինձ մոտ տպավորություն է, որ պարոն Երկուսի մոտ էլ, հա։ Դե իմ չեք ուզում ես ամեն ինչ ասեմ պարոն Ապետյան հետ։ Չէ, բայց օրինակ Պաստորեն Սամվել Կարապետյանը, որ թվում է այս մարդը գործի մարդ է, ռեալ մարդ է, ինչքան ցցուն է եղել, որ անգամ Սամվել Կարապետյանն էր փշակաղվել, վստահ եմ, եթե Սամվել Կարապետյանը փշակաղված էր, Մարիամ, երեք Մարիամ այնտեղ էր։ Զզված էր, հա, զզվանքա, դες նորմալ տղամարդիկ բնականաբար, տեսնում են երկու տղամարդ ինչ որ sense բանա տեղի ունենում, բայց դա չդիմացավ մարդը, ասեց իրար զեյով ինչ որ բառ ասեց, ես իմ ինչ են անում, ասեց իրար, այս երկուսը, խնդրեմ։ Ինչ նկարը մեկնաբանը ասում խնդրեմ։ Չգիտեմ բան։ Ես կարծում եմ, մեզ լսողներն ու դիտողները թող տենց մի 30 վայրկյան վայելեն այս համբույրները։ Մենք լուր մնանք։ Այ լավ էլի պարոն Ապետյան։ Սերը լրություն է պահանջում նաև։ Անկամ Սամվել Կարապետյանը արձագանքեց, հիմա ինչա դուք չեք ուզում արձագանքած, այ մարդ ասում է ոնց որ Օդանավական զեյով ես իմ զեյով բառս ես իմ ինչ եմ Ես օդանավականում այդ գրկախառնությունը, որ արդեն տրապի մոտ էր Մակրոնը բարձանար, չէի փոխվում իրարից։ Ինձ թվում էր սոսին ձեր կպած։ Ինձ նախ է տեսային թե որ նայեցի ռուսական աղբյուրներով, չեմ էլ հետևել որ ասենք Ռուսական աղբյուրներով ասել Ես էլ այդպես ուշադրի չէ դու արել ինչ են արել անընդհատ այդ ասենք կադրը կրկնակի երակի քառակի տալիս են ասի տենց հումոր են արել մենք այդ բացեցի պաշտոնական նայեմ բարձրացան չեն ուզում փոկվեն իրար Հիմա հասկացաք Բրիջիտը ինչ ես տալիս հիմա հասկացաք Բրիջիտի ընկերեկա ամբողջ աշխարհը գելա Բրիջիտի իհարկե Իհարկե ընկեր Բրիջիտը ասես ինչ գիտեք ինչ է կատարվել հիմա դուք այս տեսարանին կոնկրետ ականատես եղաք բա ինչ գիտեք այն վարագուրից են կողմ ինչ կա Ես չգիտեմ Բա հետո Անան ինչի բաժանվեց Անանն էլ էր նեղված Դուք չնկատեցիք որ Անան ինչքան նեղված էր հուզված էր չնկատեցիք որ հայտարարեց այդ բաժանության մասին ինչ գիտեք ինչ կա վարագուրից են կողմ ասենք թե Սամվել Կարապետյանը ուժեղ զգացակ զգայական բաներ ունի զգացել է չէ Ոնց ես եմ պարոն Ապետյան, լավ էր զգացել էր Սամվել Ես հիմա չէ, հիմա մարդիկ կարող է սիրում են քաղաքական առումով, դուք ամեն ինչ դուք փորձում եք հիմա այս քաղաքական սերա։ Մենք էլ չենք ասում հիմա։ Պարոն Ապետյան, ես ուրիշ բան չեմ մտածում։ Քաղաքական սերա է։ Ինչ եք մտածում որ բան, հա? Ես ինչ մտածել։ Բառը գրում են, ասում են զեյով բառն էս ինչ է, հա դե ինձ տա չէ այդ բառը արտասանել հիմա սիրելի հետևորդներ ինչ եք ուզում։ Ձեր համար լսեք այնա Սամվել Կարապետյանը ամբողջ աշխարհով մեկ ասեց հիմա պարտադիր է մենք այդ բառը կրկնենք ինչ են անում իրար ես ինչ գիտեմ ինչ են անում իրար Բա որ այդ Բաղրամյան 26-ում իրար կող քայլելուց բան են արել ինչ են ասում ձերքի են բռնել Բացխեք ծիծաղում որ Ես չգիտեմ գիտեք որ ասում են ինչ ուզում եք արել ժինից ես չգիտեմ Ես կարող եմ ձերքն աբռնել Մակրոնը ես Բաղրամյան 26-ի մոտ է իր ձերք են բռնել Հիմա հույն ձերքը չեն բռնել իր ձերքը Այսինքն երկու պետությունների ռազմավարական անվտանգային դաշնակցությունը այնքան մեծ է, որ այս մարդիկ այդ ուրախությունից, որ վերջապես մեկը մեկի համար փրկություն է, կամ Մակրոնի համար այստեղ գալը առաջին ջութակ խաղալը։ Պարոն Ապետյան, իրենք էլ չէին հավատում, որ մարդը հանձնել են, ծախել են Արցախը, տվել են, եկել են, մի հատ էլ իրանք էլ չեն հավատում, ես ինչ է կատարվում։ Դուք sense բան տեսել եք, ծախել են Արցախը։ Հոկտեմբերի 6-ին Պրահայում ինչ ասում Մակրոնի մասին Փաշինյանը ասում է Մակրոնը հանդես եկավ բացառիկ վճռականությամբ եւ սկզբունքայնությամբ։ Ասում է ապի ինչ խոտ ես քաշել։ Ես էլ եմ ուզում տենց հանճարեղ մտքեր արտահայտեմ։ Չէ, ինչ անշանկում, այսինքն տարածքը հանձնվում է, Փաշինյանը գնահատում է։ Մակրոնը հանդես եկավ Պրահայում բացառիկ վճռականությամբ եւ սկզբունքայնությամբ։
Հիմա մի ուրիշ բան կա, Արցախի ցեղասպանության պատասխանատուներն են իրենք։ Այո, Եվ հիմա դա դա հաստատ։ շարունակվում է, եւ եթե դուք շարունակեք խապված եւ մոլորված մնալ այս մահաբեր հմայքով, Մակրոնի մահաբեր ժպիտով, մահաբեր խոսքով, մահաբեր գգվանքներից, չգիտեմ ինչից, որ դուք շարունակեք այսպես հիացած մնալ, սիրելի ժողովուրդ, նույն բանը տարածվելու է Հայաստանի վրա, շատ շուտով, որովհետև եթե հանկարծ դուք ալարեք գնալ ընտրության, կամ գնաք ընտրության Նիկոլին կամ իր արբանյակներին ձայն տակ, ուրեմն իմացեք, որ շատ շուտով այն ինչ որ արեց Մակրոնը, Ալիևը, Միշելը, Արցախի գլխին հանձնեցին, նույն բանը տեղի ունենալու Հայաստանի հետ։ Բայց եթե դուք չեք ուզում հավատալ, դուք շարունակում եք ձեր կենցաղով, ձեր սովորական առօրյայով, ձեզ ոչ մեկ չի կարող փրկել։ 7000 Սամվել Կարապետյանն էլ գա։ Այս վերջին ուժեղ տղերքն են մնացել։ Վերջին ուժեղ տղերքը Ռոբերտ Քոչարյան գա, Սամվել Կարապետյան գա, ԲՀԿ գա, ձեզ ոչ մեկ չի կարողանա փրկի։ Աստված ուղարկել է մեր են ամենա տղերքին, ասում է, սենց սիրում է մեզ, էլի, Աստված մեզ սիրում է, պարոն։ Ողորմած է մեր հանդեպ։ Թե մեզ չի հասնում։ Մենք մեզ չի հասնում, մեր ինչ որ Աստված մեր համար Մեր պաշտպանությունը եկեղեցու նկատմամբ ցույց տվեց, որ այո, մեզ չի հասնում։ Ես պիտի ժողովուրդը սենց լծված եսի ինչ աներ, չէ, եկեղեցու համար։ Քանի տենց, ասենք, մի 10 տասնյակ տենց ինչ որ մի 100 հոգի որ